Հանրապետությունում լռության օր է։ Խորհրդարանական ընտրությունների նախօրեին միջազգային դիտորդների հետ հանդիպում կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ընտրությունների ընթացքին հետևելու համար տարբեր երկրներից 647 պատվիրակ է ժամանել Հայաստան։ Կարելի է զրկվել երաշխիքից ու հայտնվել աղետալի իրավիճակում։ Մոսկվայի նախազգուշացումը Երևանին Հայաստանի էլեկտրական ատոմակայանում արևմուտքի հետ չհամաձայնեցված աշխատանքների համար։ Հայաստանի հապկից դուրս գալը հազիվ թե ավելացնի այդ երկրի անվտանգությունը։ Դաշնության անվտանգության խորհրդի ներկայացուցչի հայտարարությունը։ Շուտով աշակերտները կկարողանան անվտանգ երթևեկության ու վարորդականի նախապատրաստական խմբակների մասնակցել, մասնագետների դիտարկումները։ Եվ շաքարային դիաբետ ունեցողներն իրենց անհրաժեշտ դեղորայքի համար արդեն որոշ չափով պետք է սեփական գրպանից վճարեն, որքան բարձր է դեղի արժեքը, այնքան մեծ է քաղաքացու վճարած գումարը, փոփոխություններ համակարգում։ Սկսում ենք ժամի գլխավոր թողարկումը, ես Ստեփան Համբարձումյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես Հայաստանում նախընտրական քարոզարշավն ավարտվել է, Հանրապետությունում այսօր լռության օր է։ Օրենքի պահանջին համապատասխան նախընտրական քարոզչությունն արգելվում է մինչև վաղը երեկոյան ժամը 8-ը։ Իսկ այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային դիտորդների հետ է հանդիպել։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխարհի տարբեր կողմերից 647 պատվիրակ է ժամանել Հայաստան։ Ընտրությունների ընթացքին հետևելու են ինչպես Եվրոպայից, այնպես էլ ԱՊՀ-ից ժամանած դիտորդներ։ Համապետական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի խոսափողերը լռել են, քվեարկությունից մեկ օր առաջ կենտրոնական ընտրականի հանդիպումը միջազգային դիտորդների հետ է։ Հանձնաժողովի այս ընտրությունները ըստ էության առանձնանում են այն մեծ ուշադրությամբ, որը որ սևեռված է։ Տարբեր աշխարհամասերից շուրջ 647 պատվիրակ է Հայաստան եկել խորհրդարանական ընտրությունները դիտարկելու եւ գնահատելու համար։ Հայկական ընտրությունը կլինի Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ ԺՄԻ գրասենյակի, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, միջազգային հանրապետական ինստիտուտի, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունների խոշորացույցի տակ։ Եվրոպական կողմից ընտրական գործընթացին հետևելու է 528 դիտորդ, իսկ ԱՊՀ-ից 119։ Տեղամասերում կլինեն նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների 126 այցելուներ, մի շարք պետությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովների պատվիրակություններ։ Միջազգային հանրության մեծ ուշադրություն կա։ Եվ դա Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար առավել քան պարտավորեցնող է։ Եվ մեր ջանքերը միտված են եղել, որպեսզի նույնիսկ չնչին թերություն չլինի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձանագրում է, մինչև այս պահը նախընտրական գործընթացն անցել է օրենսդրության սահմանած կարգին, ասել է թե օրենքի տառին համապատասխան։ Այո, քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը մեկ-մեկու քննադատելով, ասեմ, այդ նախընտրական պայքարը, որը որ շատ թեժ է, այդ մթնոլորտում անցնում է, բայց ընտրական համակարգը իր պարտականությունները լիարժեք կատարել է եւ կատարում է։ Իրենց գնահատականները միջազգային դիտորդները կհանրայնացնեն ընտրությունների ավարտից հետո։ Հիմա Հայաստանի ընտրական օրենսդրության վերաբերյալ վերջին ճշտումներն են անում, որ իրենց դիտարկումները լինեն փաստարկված։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությունը նկատելիորեն սրվում է։ Մոսկվայից Երևանին հիմա էլ մեղադրում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ապագայի հետ կապված արևմտյան պետությունների հետ տարվող անընդունելի բանակցությունների համար։ Նախազգուշացնելով ձեռնարկի վտանգավորության մասին, Դաշնության անվտանգության խորհրդից նաև ընդգծել են, որ դրա հետևանքով կարելի է զրկվել երաշխիքից ու հայտնվել աղետալի իրավիճակում։ Ի պատասխան տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից հակադարձել են, որ ներկապահին Հայաստանը դիտարկում է տարբեր երկրներից ներկայացված առաջարկներ եւ որևէ երկրի տրված նախապատվության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա։ Նաիրի Մուրադյանն է պատմում։
Ռուսաստանի անվտանգության խորհուրդը կարելի ասել ահազանգում է, նախազգուշացնելով, թե Հայաստանի իշխանությունները հանրապետության ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով ըստ Շոյգուի կարելի է զրկվել երաշխիքից եւ գործը հասցնել աղետի։ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ եւ չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի։ Այս ֆոնին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, թե ստացել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու վերաբերյալ ամերիկյան Sargent եւ Lund-ի ընկերության կատարած նախնական տեխնիկատնտեսական գնահատման ամբողջական փաթեթը։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները, այդ թվում նշված ամերիկյան ծագման 4 տեսակի փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները։ Այս փուլում որևէ տեխնոլոգիայի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի ձևավորվել եւ համապատասխան որոշումների ընդունման կամ դիրքորոշման ներկայացման ժամկետներ սահմանված չեն։ Տեխնոլոգիաների գնահատման եւ քննարկման գործընթացը շարունակվում է։ Ռուսական առաջարկները հետևյալն են. ավանդական VVR տիպի ռեակտորներ մինչև 1200 մեգավատ հզորությամբ, երկրորդ տիպի առաջարկը հեղափոխական տեխնոլոգիաներով, այսպես կոչված բրիդերային ռեակտորներ, դրանք արագ նեյտրոններով աշխատող ռեակտորներ են եւ բացարձակորեն նոր խոսք են ատոմային էներգետիկայի զարգացման մեջ, եւ երրորդ առաջարկը Ռուսաստանի դա փոքր մոդուլային ռեակտորներն են ռիթմ մատնիշ։ Ամերիկյան Sargent եւ Lund ընկերության փորձագետները անցած ամսվա ընթացքում էին այցելել Հայաստան, ըստ տարածված հաղորդագրության, ապահովելու տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էլ տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի Sargent եւ Lund ընկերության փորձագետները համագործակցելով Հայաստանի պաշտոնյաների հետ ավարտին են հասցրել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։ Զեկույցում հիմնավորվել է, որ Հայաստանի համար նպատակահարմար է դիտարկել ամերիկյան 4 տեսակի փոքր մոդուլային ռեակտորներ։ Կարծում եմ մոդուլային փոքր ռեակտորների ընտրությունը Հայաստանի համար ինժեներական տեսանկյունից սխալ է, տնտեսապես շահավետ չէ եւ ռազմավարական տեսանկյունից հավանականային չէ։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացումը նախատեսվում է 2026-ից 36 թվականների համար, ինչն ըստ մասնագետների նշանակում է, որ Հայաստանը դեռևս շարունակելու է օգտվել ռուսական ատոմային տեխնոլոգիաներից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի դուրս գալը հապկից հազիվ թե ավելացնի այդ երկրի անվտանգությունը։ Դժվարանալով մեկնաբանել հայկական կողմի գործողությունների տրամաբանությունն ու շարժառիթը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Այնուամենայնիվ դա Հայաստանի որոշելիքն է, եզրակացրել է Շևցովը, միաժամանակ չմոռանալով հիշեցնել, որ ՀԱՊԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը եւ այս պահին այն անվտանգության երաշխավորն է եվրասիական տարածքում։ Հիմա կարճատև դադար է, մնացեք մեզ հետ։ Շուտով աշակերտները կկարողանան անվտանգ երթևեկության ու վարորդականի նախապատրաստական խմբակների մասնակցել, մասնագետների դիտարկումները։ Եվ շաքարային դիաբետ ունեցողներն իրենց անհրաժեշտ դեղորայքի համար արդեն որոշ չափով պետք է սեփական գրպանից վճարեն, որքան բարձր է դեղի արժեքը, այնքան մեծ է քաղաքացու վճարած գումարը, փոփոխություններ համակարգում։ Ժամի գլխավոր թողարկումն է, շարունակենք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Ռուսաստանն ու Ուկրաինան, իսկ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ կարող են հանդես գալ որպես երաշխավորներ։ Պուտինն ասել է, թե Զելենսկին վերջերս ռուս գործարարի միջոցով իր հետ հանդիպում է խնդրել եւ հավելել, թե դեռ հանդիպման իմաստ չի տեսնում։ Կիևը հանդիպում է խնդրում, բայց սարսափելի հանցագործություններ է կատարում, ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումում
մեկնաբանելով Ստարոբելսկի վրա հարձակումը։ Պուտինը կարծում է, որ Զելենսկու բաց նամակը պարունակում է անքաղաքավարության տարրեր։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սպիտակ տան հատուկ դեսպանորդներ Ուիտքոֆի ու Քուշների Ռուսաստան այցի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Ուշակովը։ Նա ասել է, որ կապի մեջ է Ուիտքոֆի և Քուշների հետ։ Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ, հիմնականում հեռախոսով։ Պուտինի խորհրդականն ասել է, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ Ուկրաինայի իրավիճակում դիվանագիտությունը սպառվել է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է անդրադարձել ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերություններին։ Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարելով, որ Կրեմլը ողջունում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգների պատրաստակամությունը, Պեսկովը նաև նկատել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական հարաբերությունների զարգացումը կապում է Ուկրաինայի կարգավորման հետ, սակայն Ռուսաստանն այդ մոտեցումը սխալ է համարում։ Երբ ամերիկացիները պատրաստ լինեն իրական հարաբերությունների վերականգնման, մենք նույնպես կպատասխանենք փոխադարձաբար։ Տանգոն պետք է պարել երկուսով, բայց մինչ այժմ ամերիկացիները դա չեն ցանկանում։ Ամերիկացիները Հորմուզի նեղուցում հետ են մղել իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տեղեկացմամբ ամերիկյան զինուժը դրան պատասխանել է Գորուկում և Քեշմ կղզում տեղակայված իրանական ափամերձ հսկողության ռադարային կայաններին հասցրած հարվածներով։ Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ պետական մարմինների գործողությունները պետք է իրականացվեն բացառապես փոխադարձ համակարգմամբ։ Նա նշել է, որ Իրանի արտաքին գերատեսչությունը մեկ անգամ հրավիրել են համապատասխան նախաձեռնությունը քննարկելու, սակայն նախարարությունն ու կառավարությունը դեռևս չեն ստացել պաշտոնական փաստաթղթեր դրանք դիտարկելու համար։ Նրա խոսքով, չնայած Իրանի խորհրդարանն իրավասու է ընդունել օրենքներ, որոնք այնուհետև պարտավոր են կատարել բոլոր պետական կառույցները, ազգային նշանակության և առանձնահատուկ զգայունության հարցերում անհրաժեշտ է նախնական համակարգում մտցնել բոլոր գերատեսչությունների միջև։ Հորմուզի նեղուցի հետ կապված ցանկացած գործողություն պետք է իրականացվի Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի շրջանակում, կառավարության, խորհրդարանի, զինված ուժերի և մյուս հիմնական կառույցների մասնակցությամբ։ Եթե կառավարությունը որևէ քայլ է պլանավորում, ապա պետք է հաշվի առնի զինվորական ու հեղափոխական կառույցների կարծիքը, իսկ խորհրդարանն իր հերթին պարտավոր է խորհրդակցել գործադիր իշխանության և ուժային գերատեսչությունների հետ։ Նման համակարգումն անհրաժեշտ է, քանի որ խոսքը ազգային կարևորության և զգայուն հարցի մասին է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամիսներ տևած ռազմական գործողություններից հետո անգամ պահպանվել է Իրանի հրթիռային զինանոցի մոտ 21-ից 22%-ը։ Ամերիկյան շարունակական հարվածները լրջորեն թուլացրել են երկրի ռազմական ներուժը, ոչնչացնելով հրթիռների և անօդաչու սարքերի արտադրության հետ կապված օբյեկտների մեծ մասը։ Չնայած այս հանգամանքին, մնացած զինանոցը դեռևս լուրջ սպառնալիք է ներկայացնում և Իրանը դեռևս ունակ է հարվածներ հասցնել, ասել է Թրամփը։ Անօդաչու սարքերի արտադրության գործարանների մեծ մասը շարքից հանված է, արձակման հարթակների մեծ մասը ոչնչացված է, հրթիռների արտադրության ձեռնարկությունների զգալի մասն էլ խոցվել է։ Թեև ռազմական արսենալի ծավալները արդեն անհամեմատելի են այն մակարդակի հետ, ինչ եղել էր մինչև ռազմական արշավի մեկնարկը, բայց նրանց մոտ դեռևս որոշակի ներուժ մնում է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Լիբանի նախագահ Ժոզեֆ Աունի Լիբանանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը իրանական կողմի վերագրող հայտարարություններին։ Արաղչին հերքել է Լիբանանին որպես սակարկության միջոց օգտագործելու պաշտոնական Թեհրանին ներկայացվող մեղադրանքը։ Նա Աունին կոչ է արել ուշադրությունը հրավիրել այն կողմի գործողություններին, որն իրականացնում է երկրի ռմբակոծությունը, օկուպացիան և բնակչության տեղահանումը։ Եթե Լիբանանն Իրանի համար սակարկության միջոց լիներ, մենք վաղուց արդեն համաձայնագրի հասած կլինեինք, նշել է Արաղչին ու հավելել. «Փրկեք Լիբանանը ձեր իրական թշնամուց, պարոն նախագահ»։ Իսրայելը կրկին հարված է հասցրել Լիբանանի հարավին, ըստ Լիբանանի բանակի հաղորդագրության, Խարդալի Նաբատիա ճանապարհին ռազմական մեքենային ուղղված հարվածի հետևանքով լիբանանցի զինվորներ են զոհվել, այդ թվում 1 սպա։ Հիշեցնեմ, որ Լիբանանն ու Իսրայելը 2 օր առաջ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո համաձայնություն էին ձեռք բերել պահպանել հրադադարը, սակայն պայմանով, որ Հեզբոլլահ զինված խմբավորումը դուրս գա Լիբանանի Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից։ Հեզբոլլահի ղեկավարը սա անամոթ գործարք էր որակել։
Բողոքի զանգվածային ակցիաներ հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում, ցուցարարների դժգոհության պատճառը տարածաշրջանային ընտրություններում արձանագրված ընթացակարգային խախտումներն ու ընտրությունների ընթացքը մի քանի ժամով խաթարած քվեաթերթիկների անբավարար քանակն են եղել։ Ի նշան բողոքի ցուցարարները շրջափակել են մայրաքաղաքի Օլիմպիական պարկում տեղակայված հենդբոլի մարզադաշտը, արգելափակելով այնտեղ գտնվող ընտրական հանձնաժողովի անդամների ելքը։ Բողոքի մասնակիցները պահանջում են նոր ընտրությունների անցկացում։ Իրադարձություններին շարունակում են հետևել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցները։ Վերադառնանք Հայաստան, այսօր Ստեփանավանում աննախադեպ կարկուտ է տեղացել, վնասվել են ավտոմեքենաներ, տանտանիքներ, պատուհաններ, ցանքատարածքներ։ Համայնքապետարանից հայտնում են, որ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով անցել են արտակարգ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև ստեղծվել է շտաբ եւ վնասները գույքագրող հանձնաժողով։ Աղետ է պատուհասել Սևանի Ծաղկունք գյուղին, վաղ առավոտյան գյուղի բնակիչը, որ պատրաստվում էր ոչխարի հոտը արոտավայր տանել, գոմում սատկած է գտել գառներին։ Գիշերը գայլերն են հարձակվել գյուղի բնակիչներին պատկանող ոչխարների վրա։ 300-ից ավելի ոչխար է հոշոտվել, այդ թվում մայրացու։ Գյուղացիները շոկի մեջ են, ֆոտոլրագրող Շամշյանին ասել են, որ նման խոշորամասշտաբ դեպք առաջին անգամ է գրանցվում գյուղում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխար են գայլերը հոշոտել, բայց այս դեպքը բացառիկ է։ Գյուղացիներն այժմ հաշվում են հոշոտված ոչխարների ստույգ թիվը, հասկանալու վնասի չափը։ Մոտավոր հաշվարկով մոտ 15 միլիոն դրամի վնաս է պատճառվել գյուղացիներին։ Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ տասնամյակներ շարունակ իրենց անհրաժեշտ դեղերը ստացել են անվճար, սակայն այժմ համակարգը փոխվել է։ Դեղերի մի մասը տրամադրվում է համավճարի սկզբունքով, այսինքն գումարի մի մասը քաղաքացին վճարում է սեփական գրպանից։ Պարզվում է, որ որքան բարձր է դեղի արժեքը, այնքան մեծ է դառնում քաղաքացու վճարած գումարը։ Քաղաքացիները նաև հստակ պարզաբանումների կարիք ունեն, որ դեղերն են ամբողջությամբ անվճար, որոնք են տրամադրվում համավճարով եւ ինչու է պետության երաշխավորած բուժօգնությունը հաճախ լրացուցիչ ֆինանսական բեռ դառնում իրենց համար։ Միջև առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի գործարկումը, այսինքն միջև հունվարի 1-ը շաքարային դիաբետ ունեցողները, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ էպիլեպսիա եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողները իրենց դեղորայքը ստանում էին անվճար սկզբունքով։ Այսինքն, եթե մարդը օրինակ երկրորդ կարգի հաշմանդամություն ուներ կամ դիաբետիկ էր, վստահ գիտեր, որ պետության կողմից նախատեսված դեղերը ստանալու է անվճար։ Սակայն այժմ համակարգը փոխվել է։ Դեղերի մի մասը տրամադրվում է համավճարի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարի մի մասը քաղաքացին վճարում է սեփական գրպանից։ Եվ որքան բարձր է դեղի արժեքը, այնքան մեծ է դառնում քաղաքացու վճարած գումարը։ Քանի որ դեղորայքային գնային շուկան բարձի թողի վիճակում է եւ նախարարությունը չի հետևում գնագոյացմանը, ինչ է ստացվում, որ նույն մարդիկ ենթադրենք առաջի ամիսը ստացել են անվճար, հաջորդ անգամ երբ որ մտնում են դեղատուն, դեղը թանկացած է լինում եւ ստիպված են լինում համավճարի սկզբունքով ստանալ։ Տասնյակ տարիներ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ իրենց անհրաժեշտ դեղերը ստացել են անվճար, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում, այժմ բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում ահազանգում են խնդրի մասին։ Նրանք նշում են, որ հիվանդանոցներում ու դեղատներում իրենցից համավճար են պահանջում ոչ միայն դեղերի, այլ նաև տարբեր հետազոտությունների եւ ստուգումների համար։ Ոչ մի նեղ մասնագետ իր գործը չի կատարում։ Գնում ենք հիվանդանոցներ, համավճար են ուզում։ Սոնոգրաֆիայի համար 20,000 դրամ։ Սա ինչ է, խաբեություն, ձեռ առնոցի, թե թատրոն։ Հենց հիմա կարող եմ նշել դեղ, որը ապահովագրությամբ նախատեսված է, բայց չեն տալիս։ Արդյունքում էլի վճարում ենք։ Առողջապահության ոլորտի փորձագետը նաև խոսում է դեղերի դեֆիցիտի մասին։ Նրա խոսքով նույնիսկ լայն կիրառություն ունեցող դեղեր, օրինակ միդոկալմը կամ անալգինի ամպուլները, որոշ դեղատներում բացակայում են։ Այս տեղեկությունը սակայն հերքում է առողջապահության նախարարությունը, հայտարարելով, որ դեղերի նոր խմբաքանակ արդեն ներմուծվել է Հայաստան եւ այժմ գտնվում է մաքսազերծման փուլում։ Արդեն մաքսազերծվել են, դեղատներում են եւ գիտեք ինչ, գուցե մի դեղատնում տվյալ դեղը չլինի, մյուսում լինի կամ մեկ մասնաճյուղում չլինի, մյուսում լինի, բայց հայտարարել, որ կա այդ դեղորայքի դեֆիցիտը, դա իրականությանը չի համապատասխանում։ Սոցիալական ցանցերում քաղաքացիների դժգոհությունները այս համատեքստում էլ շարունակվում են։ 15 օր առաջ միդոկալմ ոչ միտեղ չկարողացա գտնել։
Քաղաքացիները պահանջում են հստակ պարզաբանումներ, ինչ դեղեր են ամբողջությամբ անվճար, որոնք են տրամադրվում համավճարով եւ ինչու է պետության կողմից երաշխավորված բուժօգնությունը հաճախ լրացուցիչ ֆինանսական բեռ դառնում մարդկանց համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Սեպտեմբերից սկսած ավագ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու անվտանգ երթևեկության ու վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակների։ Կրթական ցանկացած նոր ծրագիր պետք է գնահատվի ըստ առաջնահերթության, նշում են մասնագետներն ու նաև ընդգծում։ Պատանիների համար ճանապարհային անվտանգության մշակույթը միայն դպրոցական դասընթացներով ձևավորելը բավարար չէ, քանի որ երբ աչքի առաջ ունենում են օրինակներ, թե ինչպես են մեծահասակները խախտում կանոնները, ապա այս իրավիճակում տեսական գիտելիքն այդպես էլ կարող է չվերածվել գործնականի։ Ավագ դասարանների աշակերտների համար արդեն այս սեպտեմբերից կամընտրական հիմունքով կգործեն անվտանգ երթևեկության եւ վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ Նախաձեռնության նպատակը ճանապարհային երթևեկության կանոններին դպրոցականներին ծանոթացնելուց բացի նաեւ աշակերտներին պատասխանատու վարքագծին ընտելացումն է։ Ընդհանուր առմամբ նախաձեռնությունը դրական արձագանքի արժանացավ։ Կրթության ոլորտի մասնագետները ընդունելով այս փաստը միաժամանակ նշում են, որ ցանկացած նոր կրթական ծրագիր պետք է գնահատվի նաեւ առաջնահերթությունների տեսանկյունից։ Ապլակեպետ կապված միլիոնատ խնդիրներ կան, նույն ասեն վատ սովորույթների հետ կապված հսկայական, այսինքն խնդիրներ ունեն հազարամի ֆունկցիոնալ անգրագիտության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, ընդհանրապես այսինքն ուղեղի նորմալ աշխատանքի գրանցում արդեն ագին քանակի աշակերտների մոտ բարձ տրամաբանական խնդիրներ չեն կարողանում լուծել։ 12-րդ դասարանում խմբակին մասնակցությունը կարող է ունենալ նաև գործնական նշանակություն։ Այն կարող է ծառայել որպես վարորդական իրավունքի քննության նախապատրաստական դասընթաց։ Ծրագրի շրջանակում սովորողները հնարավորություն են ստանում ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքներ եւ հմտություններ, նախապատրաստվել համապատասխան քննությանը։ Մասնագետների կարծիքով ցանկացած նախաձեռնություն նախ պետք է իրականացվի հստակ ռազմավարության շրջանակում եւ բխի նախապես սահմանված ռազմավարական նպատակներից։ Դուք ձեր անձնական կյանքի հետ կապված երբ ինչ-որ խնդիր եք ուզում լուծեք, դուք ունեք ձեր նպատակները, դուք ունեք ձեր պատկերացումը ապագայի մասին, համադրում եք դրա հետ ու տեսնում եք դա բռնում է թե չէ։ Ու ես չգիտեմ հիմա օրինակ ինչի հետ են համադրել այդ նախաձեռնությունը վարորդական իրավունքի հետ կապված, որ բարձել է որ այո դա հիմա առաջնային է եւ դրա վրա պետք է ռեսուրս ասել։ Միևնույն ժամանակ փորձագետները ընդգծում են ճանապարհային անվտանգության մշակույթը միայն դպրոցական դասընթացներով չէ, որ պետք է ձևավորել։ Եթե երեխան առօրյայում տեսնում է, թե ինչպես են մեծահասակները խախտում կանոնները, ապա տեսական գիտելիքը ըստ մասնագետների կարող է չվերածվել գործնական վարքագծի։ Դերականը մենակ են անելու, որ համ դասավանդողները մի քիչ ավելի մանրամասն սկսեն օրենքները ունեցել, համ երեխաներին երբ որ դրանք սկսեն սովորացնել, իրանք էլ մի քիչ պահանջատեր կլինեն, որոշ դեպքերում չեն թողնի իրանք անիմաստ տուգանեն, բայց կոնկրետ վարելու մասով շատ թերահավատ են։ Երիտասարդների շրջանում ճանապարհային կանոնների իմացության բարձրացումը ըստ փորձագետների կարող է նպաստել պատասխանատու վարքագծի ձևավորմանը, իսկ սեփական իրավունքների եւ պարտականությունների գիտակցումը ավելի անվտանգ երթևեկային միջավայրի ստեղծմանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ վերջում տեղեկացնեմ, որ ժամը լրատվականը վաղն աշխատելու է արտակարգ ռեժիմով։ Մեր թողարկումներին կարող եք հետևել ժամը 8-ից։ Եթերում կլինենք նաև ժամը 9-ին, 10-ին, 12-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 18-ին և գլխավոր թողարկմամբ ժամը 20-ին։ Ժամի թողարկումների ընթացքում ուղիղ կապ կհաստատենք տեղամասերում աշխատող մեր լրագրողների հետ, փորձելով թարմ տեղեկություններ ստանալ ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Ժամը լրատվականն աշխատանքը կշարունակի նաև գիշերը թարմ ու օպերատիվ տեղեկատվություն հաղորդելով, այնպես որ վաղը հետևեք Armenia հեռուստաընկերության եթերին և ժամի թողարկումներին։ Այսքանը ժամի գլխավոր թողարկումն էր, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաճելի երեկո։